Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես, քարոզարշավը սկսված է, մենք ունենք ընդամենը 25-26 օր հասկանալու համար մեր ժողովուրդը ուզում է ապրել, ուզում է լինել այս տարածաշրջանում, թե այն ժողովուրդը գնում է ինքնավոչնչացման Ինչևէ, մենք բոլորս ինչքան ուժ, եռանդ, էներգիա ունենք, պիտի փորձենք հնարավորինս բացատրել, չնայած մենք 8 տարի շարունակ զբաղված ենք դրանով, ինքնին այս ազգակործանի գործերը, ավերիչ պատերազմներ, ինքը բերել է 4 պատերազմ, ավիրել է Արցախ աշխարհը, հանձնել է Սյունիքից, Գեղարքունիքից, Տավուշից հսկայական տարանցքներ է հանձնել թշնամուն իր բարեկամ Ադրբեջանի կողմից շարունակում են օկուպացված մնալ Հայաստանի տարածքները, բայց այս ամենը տնտեսապես աղետի է հասցրել մեր երկիրը, բանակը ավիրված է, խայտառակ թալան է տեղի ունենում, անամոթությունն ու սրիկայությունը շարունակվում է, բայց այնքան պնդաճակատ է եւ այնպիսի ամուր թիկունք ունի դեմս Ալիևի եւ Օրդողանի եւ նաեւ Մակրոնի, որ շարունակում է պնդաճակատորեն դեռ մի բան էլ մնալ ասպարեզում, բանտում չլինել եւ անտել պայքարել իշխանություն ունենալ համար կամ իշխանությանը մնալու համար սա Նիկոլին էր վերաբերում։ Մենք քիչ հետո կասենք թե ինչ կարգախոսներով են հիմնականում մտել պայքարի ընդդիմադիրները, նաև Նիկոլը ինչով են մտել պայքարի մեջ, բայց մինչ այդ ասեմ, որ երեք առաջին անգամ մեծ ծավալուն ասուլիս տվեց առաջատար ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի առաջնորդը Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանի առաջնորդը Մարիամբիև երեք իր ասուլիսի ժամանակ եւ դրա առաջին օրը շատ հետաքրքիր ֆիլմ էր, շատ բավականին ուշացած Ռոբերտ Քոչարյանի մասին ֆիլմ էր եւ այն մի շարք հարցերի, որ պատասխանները մի շարք հարցերի, որ պիտի շատ վաղուց այդ պատասխանները տրվեր, բավականին ուշացումով եղավ այս ֆիլմը, բայց մի հրաշալի ֆիլմ է, ես խորհուրդ կտամ, որ բոլորը անպայման տեսեք, որովհետեւ թրքահապատակները, արյան կանչով թուրքերը տևական ժամանակ հակակարողություն են տարել Ռոբերտ Քոչարյանի դեմ, որոշ սրիկայակույտ տականքակույտներ քարոզ էին տանում Ռոբերտ Քոչարյանի դեմ, վախենալով, որ ինքը նորից կարող է վերադառնալ իշխանության, իրականում իրենց այդ ամբողջ սև PR այդ այլանդակությունը ոչ միայն պարզվեց ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այնքան բոլորին փչացնելով կան ինչ որ խումբ կար, որ բոլորին անխտիր փչացնում էր, այդպես է լինում, դուք պատկերացնում եք, պարոն Նահապետյան, հնարավոր է, որ 4 կողմը ճահիճ ու կեղտ լինի, դու սպիտակ վերնաշապիկով մաքուր պլպլան տղա մնաս, այդպես չի լինում, եթե 4 կողմը դու ցեխաջուր ու կեղտաջուր ես շպրտում բոլորի վրա, քո լրատվամիջոցներով, բան 10-15 տարի տևական ժամանակ եւ գլխավոր թիրախում լինում է Ռոբերտ Քոչարյանը, մի օր էլ գալիս է ինչ որ մի բան, որ թշնամին դրանից օգտվում է, գալիս է եւ քեզ էլ հետ ասես ցեխաջրի մեջ հանում, դուրս ան ցեխաջրի մեջ մտցնում, դուրս ան, բայց իհարկե իրավունք չունի Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմը մեղադրելու այդ մարդկանց, այդ մարդիկ իրենց անձնական նեղ հարցերն են լուծում այն երանելու բանով մտքով, որ մի օր պիտի գան իշխանություն, կամ իշխանությունը պահեն, հետո փոխանցեն սահուն ում որ ուզում են։ Այստեղ շատ կարևոր էր թե ինչպես պիտի աշխատի Ռոբերտ Քոչարյանի թիմը, օրինակ միջև հիմա հանրությանը ասում են, հանրությանը միջև հիմա չի հասել այն, որ ինքը գիտնականի զավակ է, որ ինքը քահանայի թոռ է, որ ինչ հարկված արժանավայել ընտանիքի զավակ է եղել, ինչ փառահեղ ճանապարհ է անցել բանվորից, միջև նախ որ գերազանց փայլուն սովորել է դպրոցում, հետո բարձրագույն ուսումնական հաստատությունում Ռուսաստանում, հետո պոլիտեխնիկում եւ այլն եւ ինչ ճանապարհ է նաեւ ռազմի դաշտով ինչ ճանապարհ է անցել, ինչպես է հաղթանակ կերտել եւ ինչպես է վերականգնվել Արցախը եւ ինչպես է այն դեգեներատների խումբը, որ շարունակում են տարածել, որ ինքը ավիրել է միակ նախագահը, ում ժամանակ եղել է խաղաղություն, միակ նախագահը, ում ժամանակ եղել է այդպիսի բարեկեցություն, այդպիսի անվտանգություն եւ
փայլուն հարաբերություններ, այս ֆիլմը նայեք եւ կտեսնեք, թե այդ ֆիլմում նկարագրում է Ժակ Շիրակի հետ ինչ հարաբերություն եղել, այդ անձնական, ինչպիսի ընկերային հարաբերությամբ, ինչպիսի սոցիալ-տնտեսական եւ ներդրումային ինչ քաղաքականություն է վարել, ինչ մեծ գումարներ են Ֆրանսիայից եկել եւ այստեղ ներդրում են արել, ինչ փայլուն հարաբերություն է ունեցել Միացյալ Նահանգների ղեկավարության հետ։ Էլ չեմ ասում ինչ փայլուն հարաբերություն է ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ եւ ինչ հրաշալի հարաբերություններ են ունեցել։ Հիմա այս քրչախումբը, Նիկոլի քրչախումբը, որ ասում է մենք դառնում ենք ինքնիշխան պետություն ենք դառնում, գիտեք չէ, ամենամեծ կախվածությունը բոլոր ժամանակներում Ռուսաստանի Դաշնության երբ է եղել, պարոն Նահապետյան։ Ինչ իմանամ։ Նիկոլի ժամանակահատվածում ամենամեծ կախվածությունը բոլոր առումներով։ Երեք իմիջիալոց լավ սատ կացրեց Սամվել Կարապետյանը, լավ ապտակ հասցրեց, որ ասում են հապկի հետ կապված իրենց ճտելից մեկ այնտեղ հարցեր տալիս, ասում է, բա հապկը ինչի՞ է չվարվեց, հապկի հետ կապված ինչ ունեք ասելու, ասեց, նախ ճիշտ էր ասում, նախ դեռ հայտնի չի, դիմել են թե չեն դիմել, ինչ է տեղի ունեցել, եւ եթե դուք այդպես մեծ փրթում եք, որ դուք այդպես մեծ փրթում եք, մեզ պետք չի այդ անվտանգությունը։ Շատ խելոք բան ասեց Սամվել Կարապետյանը, ձեզ մնում է ինչ, մի հատ ստորագրեք դուրս եկեք։ Ճիշտ ասում, բա չի չեք ստորագրում դուրս գաք, բա չի չեք խզում վերջնական այդ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հարցը չէ ծագում, ինչի՞ չեք խոսում եւ էլ չեմ ասում մնացած հարցերի հետ կապված, որ ինչ բան դիպուկ արձագանք եղավ, իմիջիալոց Նիկոլն ասում է դե խոսա, բա խոսեց Նիկոլ, ինչի ինքնավորվեց, երեք ինչի ինքնավորվել, ամեն 10 րոպեն մեկ ուղի եթերա դուրս գալի, Սամվել Կարապետյանին բան ասում, Սամվել այ Նիկոլ, դու ընդհանրապես մի խոսի, մենակ ավիրել ես, մենակ պատերազմ ես բերել, մենակ հանձնել ես, այս մարդիկ կառուցել են, շենացրել են, հաղթել են, ահռելի բաներ են արել Արցախի համար, ահռելի անգնահատելի բաներ են արել Հայաստանի Հանրապետության համար, երկուսն էլ, Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, դու ում ես ինչ ասում, հա ասենք տհաս մասսայի վրա ձեր այդ սև PR-ով կարողանում եք ազդել, սա էլ ասեմ, խոսքը փոխանցեմ պարոն Նահապետյանին, պարոն Նահապետյանի հետ մենք 2 օր առաջ ուղիղ եթերում ենք, անտիֆեյքի հաղորդման ժամանակ ես իմ գործընկերներ փոխանցել, ուրեմն տեսեք ինչ այլանդակություն է տեղի ունենում YouTube-ի կողմից, հիշեցնում ենք, որ YouTube-ի ղեկավարը տարածաշրջանային պատասխանատուն եղել եւ Երևանում հանդիպել է Նիկոլի հետ։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Հիմա կարող է մեր այս հաղորդաշարը գնալ եւ հաղորդման ընթացքում իբրև գովազդ մտնի, կարծում եք պատահական է, որ մի անգամից այդ հնարավորությունը YouTube-ը տվեց հայաստանյան YouTube-յան ալիքներին եւ այդ ընթացքում մտնի ոչ ավել ոչ պակաս հիմնականում ում գովազդը ԿՊ-ի եւ Նիկոլի։ Սա բառի զբուն իմաստով safe PR է եւ safe PR լինի Ռոբերտ Քոչարյանին եւ հատկապես Սամվել Կարապետյանի դեմ։ Այսինքն տերորը եւ ահաբեկչությունը այս տիրույթում արևմուտքի կողմից, թուրքերի կողմից եւ Նիկոլի կողմից շարունակվում է։ Հիշեք, սիրելի հետևորդներ, եթե այդպիսի բան տալիս եք, միանգամից իգնոր եք տալիս, փակում եւ անցնում եք, դուք պիտի ընդունեք, հասկանաք, որ մենք էլ ենք գտնվում այդ ահաբեկչության տակ։ Սա ահաբեկչության մեկ այլ տեսակ